Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը՝ 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգել հետևորդներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ հայրենիք կուսակցության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանի հետ, շնորհակալ եմ պարոն Հարությունյան մեր հավաքնելու համար։ Մենք միասին հանդիպել եւ քննարկում էինք ունեցել վաղ շաբաթի խոշորացված հավանքի ընտրություններից առաջ դուք այդ քննարկման ժամանակ լիահույս էիք, ավելի շուտ նաեւ բոլորի մոտ նման տպավորություն կա, որ հայրենիք կուսակցությունը անցողիկ շեմ հաղթարելու խնդիր չունի, բայց չանցակ փաստորեն շեմը չհաղթարեցիք, խնդրեմ ձեր մեկնաբանությունները, ինչու այդպես ստացվեց, ինչ խանգարող հանգամանքներ կային, կամ գուցե դուք լավ չաշխատեցիք, խնդրեմ։ Շնորհակալ եմ, այո, իրականում անցողիկ շեմի մասին նույնիսկ մտքներով չէր անցնում, քանի որ մենք բավականին լավ սկսել ենք քարոզարշավը, տեսնում ենք շատ լավ արձագանքներ, որը վերջին ժամանակահատվածում փաստացի եղել է ուրեմն տրամադրությունների փոփոխություն, ինչը մենք ըստ արժանվույնս չենք գնահատել։ Ես եւ նախորդ եթերներում առիթ ունեցել եմ ասելու, որ այնտեղ էջմիածնում ենք նոր սկսում ենք տարածքային կառույցի ձևավորումը, որը համընկավ ընտրությունների հետ, այսինքն տեղի ունեցան համայնքի միավորում, արտահերթ ընտրություններ եւ մենք շատ ժամանակ չունենք շատ ավելի լավ պատրաստվելու, բայց իհարկե նաև չենք մտածում, որ կարող է նաև նման պատկեր լինել։ Այն խնդիրները, այն բացերը, որ եղել է մեր ներսում, դա կարծում եմ եթերում քննարկելու համար չէ, ես այդտեղ ունեցել եմ մեծ մասնակցություն, ես սա համարում եմ իմ ձախողումը։ Ինչ վերաբերում է պատճառներին, այդ արտաքին պատճառներին, ինչն էր սխալը, որ իմ սխալը մեկը, երբ այն հակակարողությունը, որ իրականացվում էր, ուրեմն սպսոցների, մակարդակով, անլուրջ էինք վերաբերում, այսինքն ոչ միայն իշխանական շրջանակից, տարբեր շրջանակներից, տարբեր անձանց կողմից, ուրեմն տարբեր խոսակցություններ էին ուրեմն տարածվում, դրանց լուրջ չենք վերաբերում, մտածում ենք դե խոսում են ինչ որ շատ բան են խոսում, էլի հիմք չկա տակը մեկը եւ այլն, բայց փաստորեն դա իր ազդեցությունը ունեցավ։ Սա բնականաբար անհետևանք չի մնալու, կգա ժամանակը դրա պատասխանել կտանք եւ այս ամենի հետևանքով եղավ պատկեր, որ ՔՊ-ն ուրեմն շարունակեց ուրեմն համայնքային իշխանություն ունենալ վաղարշապատում, իհարկե օգտագործելով ահռելի վարչական լծակներ, ֆինանսական լծակներ, եղավ այն ինչ որ եղավ։ Պարոն Հարությունյան, խնդրեմ մի փոքր անկեղծ խոսել, ով խանգարեց, ինչ հակակարողության մասին էր խոսքը, ես օրինակ չեմ նկատել հակակարողություն սկսած Սամվել Բաբայանի ներկայությունից, որ ով հայտարարել էր, որ մեզ աջակցում է, ոչ միայն Սամվել Բաբայան, չէ, մի շարք էլի անհատներ, կուսակցությունների ղեկավարներ հայտարարել էին աջակցության մասին, դա փորձեց ուրեմն որոշները փորձեցին օգտագործել, ուրեմն եւ ասել այ տեսեք, ուրեմն այնտեղ Նիկոլի հետ ինչ որ կապ Սամվել Բաբայանը գիտեք ինչ աբսուրդի ուրեմն ժանրից բաներ, բամբասանքներ, ավելի կոնկրետ ասեմ, բամբասանքներ օգտագործեցին, ինչը կրկնում եմ, մենք թերագնացեցինք այդ պատճառով, ոչ միայն Բաբայանի դրա իրավունքը չունեին, Սամվել Բաբայանը երկար ժամանակ իր տարբեր եթերներում թիրախավորել տարբեր ընդդիմադիր քաղաքական թիմերի առաջնորդների իրենք իրավունք չունեին, իրենք էլ ձեզ կասկածով վերաբերվեին, որ դուք համագործակցում եք Սամվել Բաբայանին։ Գիտեք ինչ, հիմա ասենք նույն Սամվել Բաբայանը, ասում եք տարբեր ընդդիմադիր ուժերին, ավելի կոնկրետ կարող եք ասել, երկրորդ եւ երրորդ ավելի շատ նախագահին,
Հիմա դրանից առաջ էլ հիշում եք, չէ՞, ասենք էլի կար այդ խոսակցությունը, ասում են այ Վանեցյանը, Սերժի Մարտն է իրար հետ են հանրապետականը։ Խոսակցությունը ո՞րն է, դուք մի դաշինքում էիք։ Մի դաշինքում եղել ենք 21 թվականին, որը ինչքան 1 տարվա կյանք ա ունեցել ու դաշինքը դե յուրե Շատ լավ, ինչ էին ասում, խոսակցությունների մակարդակում վաղարշապատում ինչ էր ստացվում, ասենք Սամվել Բաբայանը, եթե քննադատում էր նախագահն, դա իր որոշումն է։ Նախկին նախագահն է, դա իր որոշումն է։ Քննադատումը Նիկոլին էլի բնականաբար իր որոշումն է։ Հիմա ո՞նց է ստացվում։ Հիմա մենք բան Սերժի հետ ենք, Քոչյանի հետ ենք, չէ՞, իշխանական դաշտ շատ ակտիվ այդ թեզը սկզբնական շրջանում տարածում էր, հետո թարգեցին, հասկացան, որ ապուշի կարգավիճակում են բան անում, որտեղ մենք դրան հակադարձեցինք, ու ես ինքս եմ հակադարձել։ Դրանից հետո իրենք այդ ուրեմն այդ տխմարությունը հանեցին իրենց բանից այդ խոսույթից, քարոզչական մեթոդից։ Այնպես որ այո, ես համարում եմ, որ դա բավականին այդ բամբասանքները մեծ ազդեցություն ունեցա, որտեղ բավականին շատ տարածում ունեն։ Իհարկե, ես ամբողջը կրկնում եմ, չեմ պայմանավորում դրանով, այդ հանգամանքով մենք ունենք նաև ներքին բացեր պայմանավորված կարճ ժամանակում կառույցի ձևավորման ու ընտրությունների մասնակցության հետ։ Ես նաև ուզում եմ, գիտեք ինչ, անդրադառնալ հետընտրական որոշ արձագանքներին, որոշակի դադար էի վերցել, չէ, հրապարակային գնահատականներ չէի հնչեցնում, որպեսզի հասկանամ ինչ արձագանքներ են լինում։ Իմ համար շատ անսպասելի էր Իշխան Սաղաթելյանի գրառումը, հետո տեսա նաև իրենց խմբակցությունից Ինչ գրառում։ այլ ուրեմն падգամավորի հարցազրույց, որտեղ ինչ որ այսպես վերլուծում էին, թե ինչ պետք է անեն ուժերը, գնահատականներ էր տալիս ընկեր Իշխանը, անցողիկ շեմը հաղթահարող անցողիկ շեմը հաղթահարելու ռիսկ ունեցող ուժերին, փոքր ուժերին, ինչ որ այսպես տարանջատումներ էր։ Կարող է սխալ բան ասել։ Տարանջատումներ էր դրել ու ինչ որ խորհուրդներ էր տալ։ Գիտեք ինչ։ Հիմա ասում եք կարող է սխալ բան ա, իսկ լավ կլինի ազգային ժողովի падգամավոր թվով երկրորդ խմբակցության ղեկավար կազմի անդամ, չէ, մեծությամբ թվով երկրորդ ուրեմն խմբակցության падգամավոր Իշխան Սաղաթելյանը պատասխանի օրինակ, այդ որ ասում են իրենց օրակարգով ազգային ժողով իրանք վերադառնում են, իրենց օրակարգը ո՞րն էր, որ վերադարձան ազգային ժողով փողոցային պայքարը ձախողելուց հետո։ Լավ կլինի Իշխան Սաղաթելյանը պատասխանի 2018 թվականին, երբ որ Դաշնակցությունը 3.8% էր հավաքում, հիմա իրանք փոքր ուժ էին, թե անցողիկ շեմը հաղթարելու խնդիր ունեն։ Հիմա իրանք մնացել են փոքր։ Դաշնակցությունը 3.8% էր հավաքում, այս փողոցային պայքարը ակտիվ տանում էր եւ Նիկոլ Փաշինյանի հիմնական դիմախոսն ավարտեմ, ես բոլոր ձեր հարցերին 2018-ին, երբ Արտուր Վանեցյանը մարդկանց ձերբակալում էր, ես ի խոսքը չեմ ավարտել, եթե եկել եմ ուրեմն Այդի հումորի նման մի քիչ մեր տներին մոտենում ասում։ Չթողեք ավարտեմ խոսքը ու չի ստացվի մեր զրույցը։ Այո։ Օրինակ հիմա փոքր ուժեր նախկինում, հիմա մեծ ուժ են, թե մեծ ուժ չեն։ Գիտեք, ինչ sense հարցեր կա, որ լավ կլինի երկար մտածել, նոր ինչ որ այսպես վերլուծություններ անել կամ եթե կուզեք դասեր տալ, թե ինչ պետք է արվի։ Կամ մեկ այլ հարց, արդյոք Դաշնակցությունը կամ Հայաստան Դաշինքը բոլոր համայնքային ընտրություններին մասնակցում են։ Պարոն Արցյան, Բայց ինչի մի տեղ չեմ եթերում Հայաստան Դաշինքը ու հիմա վերցնել Վաղարշապատի գիտեք ինչ, հետո որ միտեղ իրանք մասնակցել հաջողել են, ուրեմն պետք է վերցնել Դուք կարծում եք 2018 թվականի էյֆորիկ շրջանում համապետական մակարդակում 3.8% հավաքելը նույնն է, ինչ պատերազմի պարտությունից հետո վաղարշապատում 3.8% հավաքելը։ 70 ձայներ պակասում է։ Բայց միայն վաղարշապատում, դա համապետական քվեարկություն չէր։ Եվ ուզում ասեմ դրանք համատեղելի են։ Եթե միայն վաղարշապատում չի ստացվել է 4%-ի շեմը հաղթարել, դա այսպես վերցնել ու դրանից առաջ ուրեմն դրա համար եմ ասում, լավ կլինի իրենք պատասխանեն այն հարցերին, որ ես արդեն Չէ, տեսեք, օրինակ ես ձեզ համաձայն չեմ, բայց ես նաև ին վրա եմ դա վերցնում եւ մեր վրա եմ վերցնում։
Պատճառը արդեն ասեցի իմ ներգրավվածությունը այդ ընտրությունների։ Ինչ եմ վերցնում։ Շատ բարձ, որովհետև մեկը մենք ենք մասնակցում։ Շատ լավ, հիմա թողեք հարցը Ու ստալ։ բնական է, չէ, հիմա հաջորդ հարցը կառաջանա։ Ազատ դեմոկրատներն են գերիշխանը ուրեմն դիմում, թե հանրապետության կուսակցությաններ դիմում, որպեսզի իրենք ավելի խոշոր Չի ազատ դեմոկրատները ինչ ա եղել։ Իրենք էլ էին մասնակցում, չէ։ Բայց ինչ ա եղել։ Վատ կուսակցությունը։ Չէ, հարց եմ տալիս, իրանց էր դիմում։ 9 ուժեր մասնակցում, Հիմա կարող ասում եք համայնքական ճակատիներ դիմում, չգիտեմ։ Համայնքական Էլով կարելի է։ հարց չունեմ։ Ինչի՞ չունեք։ Չունեմ, հիմա այդ մարդիկ իրանք էլ նոր սկսում են, այդ կարողացել են, չգիտեմ, ինչքան էր 200 քանի ձայն, ինչքան Լավ, կարողացել են։ դուք որպես քաղաքական գործիչ, պարոն Արությունյան, արդյոք խնդիր չեք տեսնում, որ ձայներ են փոշիացվում։ Ուրեմն Ես անկեղծ եմ ասում, սրա մասին խոսացել ենք այլ հյուրերի հետ, ես չեմ կարծում, որ քաղաքական ուժերին, անդիմադիր ուժերին պետք է ասել դուք մի մասնակցեք, որովհետև դուք կարող քիչ ձայն ունեք, ես կարծում որ պետք է արվի այնպիսի համագործակցության առաջարկ ուժերը, հա, որպեսզի որովհետև ով է ասել, որ եթե ես ունեմ 2% չպիտի մասնակցեմ։ Այս մյուս կողմից ով է ասել, որ պիտի այդ 2%-ը փոշիացվի։ Կարելի է համագործակցություն ինչ-որ ձև գտնել։ Այստեղ այլ հարց, որ համագործակցության առաջարկներ կարծեք թե չեն հնչում, ավելի շատ մեղադրանքներ։ Բայց մյուս կողմից իրականում ձեզ չի անհանգստացնում, որ ձայներ են փոշիացվում։ Ուրեմն համագործակցում են համապատասխան մթնոլորտի հարաբերությունների եւ գաղափարական որոշակի համընկնումների շրջանակներում։ Միակ ընդդիմություն ու մենք անփոխարինելի նման երբ են իրենք ասել միակ ընդդիմություն։ Վերջին շրջանում նախագահ Քոչարյանը անդադ ասում է, որ կա նաև Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժումը։ Այսինքն երկու այսինքն բանը այդ շարժումը դեռևս չէր ձևավորվել, չէ, արդեն Քոչարյանը ասում էր, որ դա երկրորդ քաղաքական դեռևս էլ այդ բանը կարծեմ այդ համաժողովներ չէր եղել, ինչ որ բան չէր եղել, ասում են, որ ասում էր նա երկրորդն, օրինակ դրա հիմնավորումը ո՞րն էր։ Ակնկալվող հնարավորությունները։ Մի րոպե, ակնկալող մենք էլ ենք շատ բան ակնկալում, ամեն մի քաղաքական ուժ բնական է ակնկալում է, չէ, բայց այդ ակնկալիքները միշտ չի որ բան իրականանում են։ Ինչի մասին է խոսքը։ Հարցը ներողություն։ Հիմա ձայների փոշիացումը ձեզ Ես ձեր հարցին արդեն պատասխանեցի։ Եդ կյանքում ոչինչ 100% կանխատեսելի չի։ Հիմա եթե մենք այլ արդյունք ունենանք, ճիշտ է, էլի չէր հերիքելու, որպեսզի կարողանանք համայնքային իշխանություն վերցնել, բայց այլ խոսակցություն։ Հիմա պետք է հիմա տեսեք, չէ, հիմա ես հարց եմ տալիս, շատ կոնկրետ եւ դաժան հարց եմ տալիս դες պարոն Արությունյան։ Արդարացի քննադատություն կա ուղղված դες, որ նախ ես կարծում եմ այս 3-8%-ը մաքուր քաղաքական ձայն էր, որ հայրենիք կուսակցությունը ստացավ, ընդ որում դա վատ չի, բայց այնտեղ կա շատ կարևոր հանգամանք։ Վաղար շաբաթում դուք մեծ հնարավորություն եք այլ ձայներ ստանալու, եթե ձեր տեխնացուն օբյեկտիվ հանգամանքներից ելնելով Արգիշտի Մեխակյանի ռուսերեն խոսքը սպարինգ պարտնյորը դառնար։ Եվ ինքը հնարավորություն զոհված հերոսի հայր էր։ Նա էլ իր հորը դավաճանած, իր հոր ճանապարհը բան խոսքով մերժած գործիչ, ԿՊ-ի կողմը անցած։ Այսինքն մենք կարող ենք լսել շատ խիստ քաղաքական քննադատություն, շատ սուր գնահատականներ պարոն Խաչիկ Մանուկյանի կողմից ամենայն հարգանքով իրեն։ Բայց չլսեցինք։ Հիմա մարդիկ այդպես ասում ինչի չարվեց այդ քարոզությունը։ Միակ հնարավորությունը վատ պատճառով էր։ Պարոն Մանուկյանի որդին հերոսաբար զոհվել է եւ ինքը նաեւ իր որդու գործն էր փորձում շարունակել, չէ՞, քաղաքական բանաստեղծ մարդեր ինչի՞ պիտի մտներ քաղաքականություն։ Նաեւ այդ քաղաքական պայքարեր գործող իշխանության դեմ։ Ամենաշատ ասելիքը ինքը ուներ։ Եվ բոլոր սոցիոլոգիական հարցումները, որ արվել են, դուք այնտեղ անցողիկ շեմը հաղթահարած եք։ Մյուս կողմից բոլոր քաղաքական գնահատականներում ակնհայտ էր միջև նախընտրական քարոզարշավի սկսելը, որ հայրենիք կուսակցությունը ամենալավ շանսերն ունի ամուր տեղեր զբաղեցնելու, որովհետև տեխնացուն անխոցելի է եւ տեխնացուի հետ կապված օբյեկտիվ հանգամանքները իրեն ստիպելու են դառնալ
Արգիշտի Մեխակյանի սպարինգ պարտներ, մրցակիցը, ուղիղ մրցակիցը, ուրիշ տեխնացուների անուն էլ չենք, բայց չարեցիք, իմ ով է մեղավոր դրան։ Ասենք, չգիտեմ, Իշխան Սաղաթելյանն է ձեզ խանգարել, Հաղթանակ Դաշինքն է խանգարել, Բամբասա, ով է խանգարել։ Ով էր խանգարում ձեզ այդ ելույթներն ունենալ։ Եկեք չխառնենք մեկը մյուսի հետ։ Ինչպես դուք նշեցիք, մեր տեխնացուն գրող հրապարակախոս է եւ իր խոսույթը, իր մոտեցումները մենք այնպես չի մեր կուսակցությունը, որ ամեն ինչ թելադրում ենք ինչ անի։ Ես իմ մեր այլ թիմակիցներ խոսքում մենք անդրադարձել են եւ Արգիշտի Մեխակյանին եւ ԿՊ-ին բազմիցս գնահատականներ հնչեցրել ենք։ Հիմա այն ինչ եղել է մեր տեխնացուի խոսույթում, ինչ հետևանք է ունեցել, ես գիտեմ նաեւ այդ։ Չէ, ձեր գնահատականը ուրիշ է, Խաչիկ Մանուկյանի գնահատականն ուրիշ է, ազդեցության տարբերություններ կան, Վաղարշապատում հատկապես։ Ամեն դեպքում ունենք այն ինչ ունենք, ինչ եղել է, ժամանակը հետ տալ չենք կարող։ Ես գիտեմ, իհարկե, ես ծանոթ եմ նաեւ այդ այն խնդրին, որ դուք ուրեմն հնչեցնում եք։ Բայց դա չի նշանակում ուրեմն վերցնել ու ամբողջը կուսակցության գծի հետ կապված տարբեր ասեկոսներ տարածել։ Ի վերջո, ընտրություններից հետո ինչ արդյունքներ որ լիներ, ինչ էր անելու Խաչիկ Մանուկյանը, այդ որոշումը կայացնելու էր կուսակցությունը։ Եվ մնացած տեխնատուները։ Ասեկոսներ կային, դուք ձեր գործողություններով։ Ես արդեն ասացի իմ խոսքում, որ այո, ես դա համարում եմ իմ սխալը, որ ես պետքա ինքս հելնեի կամ մեր մյուս գործընկերները դուրս գայինք ու սկսենք շատ բաներին, ոնց որ այդ ասեկոսները կար, հրապարակային պատասխանենք, որտեղ մեր տեսակը չի, ինչ որ տենց մարդկանց ականջներին բաներ փսփսանք, տենց տարածենք, ասենք դե տարածեք, ես արեք այնա։ Ինչ որ եղավ են, ինչ որ եղավ։ Մենք այո, տարենք մաքուր քաղաքական ձայներ, սա ուզում եմ հստակ արձանագրել։ Երկրորդը այն գիտեմ նաև որոշ էլի եղել են խոսակցություն, այ տեսեք եկեղեցին, չգիտեմ, կաթողիկոսը կամ այն ինչ է, դիվանա պետը ինչ որ աջակցում են բան հայրենի կուսակցությունը, զերո աջակցություն չի եղել նման բան, եկեղեցին ուրեմն չի եղել, մեզ չի աջակցել, մենք աշխատել ենք տարել ենք այդ խոսակցությունները որտեղից եք լսել։ Դե գիտեք ինչ, եթե կոնկրետ ինչ-որ բամբասկոտների բիստետկա եք ընկել եւ այդ խոսակցությունները տարբեր աղբյուրներից ես առավոտից այնտեղ եմ եղել, ամեն օր, առավոտից մինչև երեկո դուք էլ գոնե մի օր տեսել եք որ ու գիտեք։ Մենք տարել ենք այն ձայները, որը կարողացել ենք։ Հաջորդ անգամ բնական ավելին։ Ես հետ այստեղ համաձայն չեմ։ Դուք տարել եք այն ձայները, որը ձեր կարողացածից քիչ էր։ Դե հիմա ես փաստի մասին եմ խոսում։ Այո, պետք է ավելին տանենք, կարողացել ենք։ Արտուր Վանեցյանը ինչ չմասնակցեց Քարոզարշավին։ Առաջին 1-2 օրերին կարծում թե կար։ Վանեցյանը իհարկե եկել է որոշակի աշխատանքներ իրականացրել է։ Ես պատահական չի որ ասեցի ձախողման պատասխանատվությունին վրա եմ վերցնում, որտեղ ես եմ իրականում նաև ես եմ լիազորված եղել կուսակցության կողմից այդ աշխատանքները անելու ու տարբեր հարցերի շուրջ ես եմ խնդրել մասնակցության մեր չափերը կենտրոնական գրասենյակից որտեղ լինի։ Դուք եք որոշել, որ պարոն Վանեցյանը չմասնակցի։ Ես կարող որոշել, պարոն Վանեցյանը կուսակցության ղեկավարը ինքն է որոշում։ Ես կարող եմ տարբեր հարցերի շուրջ իմ ընկերներին, գործընկերներին խնդրել։ Ես անկեղծ համաձայն եմ, ես իմ անկեղծ դիտարկումներն ասեմ։ Փաստերի վրա եմ, այո։ Բայց տեսեք, իմ գնահատմամբ ինչ որ պայս դուք ուղղակի շատ քիչ եք աշխատել։ Որովհետև մենք նաև որպես լրատվամիջոց փորձում էինք հրապարակումներ նաև վերահրապարակել մեզ մոտ Քարոզարշավի շրջանակում, նաև որպես աջակցություն ընդդիմադիր ուժերին, ձեր Քարոզարշավից գրեթե տեղեկատվական նյութ չկար։ Շատ քիչ, ասենք 1-2 հրապարակում։ Մյուս կողմից ես վստահ եմ, որ Արտուր Վանեցյանի մասնակցությունը հավելյալ կշիռ էր տալու Քարոզարշավին եւ վերելու էր ձայներ եւ չմասնակցությունը բացի, ասենք ինչ որ բան հիասթափվելուց ուրիշ բացատրություն չունի։
Ինչու՞ չպիտի մասնակցեք, եթե դա կարևոր ընտրություն էր, սա կարծեմ առաջին ընտրությունն էր վերջին մի քանի ամիսներին կամ գուցե տարիներին, որ դուք մասնակցել եք հայրենիք կուսակցության բրենդով։ Ուրեմն Գյումրիում օրինակ համագործակցությամբ Գյումրիում մասնակցել։ համագործակցել ենք, բայց արդեն նշել եմ տարբեր համայնքներում մենք մենակ հայրենիքով ենք մասնակցել, ունենք ավականիներ։ Շատ լավ, խնդրեմ պատասխանեք նաև այս հարցին։ Ինչու էին տարածում այդ ասեկոսեները ընդդիմադիր դաշտից եւ իշխանական, ինչով է իրենց խանգարում, ու իշխանությանը հասկացանք, ընդդիմությանը ինչով է խանգարում հայրենիք կուսակցությունը։ Գիտեք ինչ, ես այդ հարցին կարամ պատասխանել, շատ ուղիղ կարող եմ պատասխանել, Շատ ուղիղ բայց պատասխան։ հիմա զերծ կմնա, որովհետև կրկնվեմ, ամեն ինչ ունի իր ժամանակը, սա իմ համար արդեն նշել եմ, եւս մեկ անգամ կրկնվեմ, անձնական հարց է դարձել գրել պատասխանատվություն ու հետեւաբար ես այս բանին չեմ պատասխանի, կգա ժամանակը շատ ավելին կասեմ, բայց մի բան ուզում եմ հստակ ասել, որ սա կարևոր, եթե կուզեք փորձություն էր անձամբ ինձ համար։ Ինչ եզրահանգման եկա կուսակցությամբ։ Այսինքն շարժվելու ենք առաջ, եթե ուզում հասկանալ սա ձեզ համար իրադարձություններ, որը հիասթափեցրեց, դուք կարծում եք, որ թապես ընտրությունների մասնակցելը ճիշտ չի, թե կարծում եք, որ սա փորձառություն էր ուղղակի ու պետքա պատրաստվել համապետական ընտրությունների։ Ես ուսանողական տարիներից եմ սկսել իմ հասարակական քաղաքական գործունեությունը, բազմաթիվ հիասթափություններ, ոգևորություններ եմ ապրել ու բնականաբար չեմ կարող ուրեմն մի ընտրությունով ուրեմն հիասթափվել։ Դա այդպես չի, հակառակը դա եւս մեկ առիթ է, որովհետեւ դու ավելի մեծ եռանդ տնես ու շարունակես քո պայքարը հաջողելու համար։ Ես կասկած չունեմ, որ իշխանափոխություն լինելու է ու մենք այդ իշխանության մեջ մեր մեծ բաժինը ունենալու ենք հաջորդ իշխանության մեջ ու ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք դրան։ Մեզ պետքա փոփոխություններ։ Եթե չլիներ այդ փոփոխությունները, ես ինքս էլ եմ ասում, չէի մտածի լինել ընդդիմություն, ոչ նախկինում, ոչ էլ հիմա։ Մեզ պետքա ունենալ իշխանություն, որը չի լինի այսօրվա իշխանության նման, որը չի լինի նախկին իշխանությունների նման։ Պետքա ունենալ նոր որակի իշխանություն։ Դրա համար բոլոր այն մարդիկ, ովքեր ուզում են, ովքեր այդ դավադրությունների տեսությանը, բամբասանքներին դուրս չեն տալիս, ուզում են նոր որակի իշխանություն, ես կոչ եմ անում, գան միանան հայրենիք կուսակցությանը, Վանեցյանի առաջնորդությամբ, գնանք վերցնենք իշխանությունը։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Ես Հարությունյան, նաև հետաքրքիր, խնդրեմ, եթե ավելացնելու բան ունեք։ ուզեի խոսել եկեղեցու շուրջ։ Ներողություն, մենք այդ թեման ճիշտ է, առանձնացրել ենք, որ պիտի խոսենք, ներողություն, որ փորձեցի ավելի կարճ բան անել, եկեք շարունակենք այդ թեման, հենց եկեղեցու շուրջ տեղ ունեցող կարծում նաև առանձին կարելի է քննարկել, բայց կուզեմ 1-2 հարցի պատասխանեք վերջին իրադարձությունների մասով։ Եպիսկոպոսների այդ միացումը Նիկոլ Փաշինյանին։ Ընդ որում եպիսկոպոսներ, որոնք չեն փայլում այսպես հանրային հեղինակությամբ, օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով, սուտ կամ իրական քարոզչության հետևանքով, հա, եւ այդ դրա թագուպսակը arczepiskopos Կճոյանն է, որը միացել է Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է սա։ Հիմա արդեն կարծում եք հասարակությունը տեսնում է, որ Փաշինյանը չի ուզում եկեղեցին նորոգել, լրիվ ուրիշ նպատակներ ունի։ Հենց դա է խնդիրը, որ երբ որ նայում ես ովքեր են հանդիպել Նիկոլ Փաշինյանին, ուզում ես հարց տալ, եթե այս մարդիկ պետք է եկեղեցին բարեփոխեն, ուրեմն էլ եկեղեցին բարեփոխելու կարիք չկա, կվերանա, կգնան։ Բայց միևնույն ժամանակ պետք է փաստենք, որ այդ մարդիկ են այսօր եկեղեցում, թեմերի առաջնորդները ու մենք պետք է մեր ուղեղում մի բանի տարանջատումը կարծում եմ դնենք, էլի։ Մի հանգամանք է, երբ որ դու առանձին թեմի առաջնորդի կամ սրբազանի այդ կոչումը ստացածի չես ընդունում, չես սիրում, օրինակ ես իմ համար նույն ձեր նշած Կճոյանը կամ դիվանապետ Արշակ Խաչատյանը, այդ պարոնայք Կճոյանը եւ
Խաչատրյանը ես երբ որ տեսնում եմ իրենք իմ համար սրբազան չեն, հա։ Իսկ Արգիշտի Կարամյանի կուսակրոն հայրը ներողություն, հերթով։ Բայց դա չի նշանակում, որ եթե իմ համար անձամբ, հա, որ դա ասում եմ որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ։ Եթե ես իրենց այդպես չեմ ընդունում որպես սրբազան, ուրեմն իրենք սրբազան չեն։ Այսինքն այստեղ եկեղեցու լեգիտիմության հարց կա։ Ու եթե դու ընդունում ես եկեղեցին, չէ, պետք է ընդունես այդ կանոնները։ Դու անձնապես կարող ես, չէ, իրենց այդ, չգիտեմ, այդ օրհնությունը չգնաս իրանցից ստանաս ու դրանով ցույց տաս, որ բանը չես ընդունում իրենց։ Հիմա կարանք այդ շարքը ավելացնենք։ Առավել եւս Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման գնացած սրբազանների կազմից։ Բայց ինչի վրա է խաղում Նիկոլ Փաշինյանը, ասում է ես չեմ ընդունում որպես առաքելական եկեղեցու հետևորդ, ասում է դուք էլ պետքա չընդունեք։ Հասկանում եք։ Դու եթե խոսում ես որպես առաքելական եկեղեցու հետևորդ, որ Նիկոլ Փաշինյան, առաքելական եկեղեցու հետևորդ են միլիոնավոր մարդիկ։ Բայց օրինակ մեկը ես չեմ ասում, չէ, եթե ես չեմ ընդունում այդ երկուսին, որոնց անունները նշեցի, որպես սրբազան, ուրեմն վերջ ժողովուրդ եք։ Այսինքն ինքը օգտագործում է իր իշխանական ռեսուրսը ճնշելու եկեղեցու։ Չէ նշանակում, ասում կաթողիկոսը ուրեմն երեխա ունի։ Բա հիմքերը բեր, ապացույցները բեր, ապացի որ երեխա ունի։ Դե ասում են այդ հիմքերը իրեն տվել է Արգիշտի Քարամյանի կուսակրոն հայրը։ Հարց եմ տալիս։ Իրան տվել է, իրեն ասել են, բերեք այդ հիմքերը երկրի վարչապետը, չէ։ Թող բերի այդ երկրի հիմքերը ցույց տա։ Բայց իրա ինչ գործնա դա եկեղեցու ներքին հարցն է, ասինքն դե հիմքերը բերի, մեկը լինի Նիկոլ Փաշինյանը առնչող հիմքեր բերի։ Դե հիմա գիտեք ինչ կամ ամենայն դեպս գոնե այն ինչ որ իրենք այդ քարոզչական բանում օգտագործում են ու ոչ միայն քարոզչական Չէ, նույնն է, ասենք մեծ տարիներ առաջ վստահ եմ քարոզչական դաշտում մեծ տարածում գտա մի խելագարի գրառում էր թե տեսանյութ էր որ Նիկոլ Փաշինյանի դեմքով նման է Էլչիբեին, ուրեմն Էլչիբեի որդին է։ Հիմա կարող ենք մենք էլ հիմնվել այդ խելագարի խոսքը հիմարություն կլներ, չէ, ասեն դե հիմքերը բեր որ կապ չունես։ Ինչ կապ ունի։ Նրանց տարբերությունը դրանում է կայանում, դրա համար չի կարելի ակնկալել Փաշինյանից տրամբանական ինչ-որ բան։ Սա ակնհայտ է հակա եկեղեցական արշավ է։ Այո, որովհետև վերցնել ու ձեր մոտ էլի առիթ ունեցել եմ ասելու, եթե դու չես ճանաչում կաթողիկոսին, չես ճանաչում նրա նշանակած քահանաներին, հետեւաբար որ ասում են կարգալույծ արել, ուրեմն դրա արած կարգալույցը ուժ չունի, բա ուրեմն նշանակացնել ուժ չունի, չէ։ Ու մնացած հարցը։ Շատ լավ, պարոն Արարատյան, դեռ առանձին մի օր առաջ կամ կզրուցենք եկեղեցուն առնչվող թեմաներին, շատ էլ չուզեցի քաղաքական այդ ընտրությունների հետ կապված քննարկումներին խառնել սա, այնպես որ շնորհակալ եմ ձեզ, առաջիկա օրերին քննարկենք եկեղեցու հետ կապված այս խնդիրները։ Հիշեցնում զրուցում էի Հայրենի կուսակցության ներկայացուցիչ Վաբկեն Հարությունյանի հետ, տեսություն կհանդիպենք։